Հարգանքներս, պարոն Շիրինյան, ուրախ եմ ձեզ ողջունել։ Խնդրում եմ պատասխանեք մի շարք հարցերի։ Ձեր պատասխանները ցանկալի է, որ լինեն հնարավորինս անկեղծ։ Որոշ հարցերի վերաբերյալ կունենաք մեկնաբանություններ, որոնք ես սիրով կլսեմ։ Դժվարանում եք անվերջ նույն թեմայի շուրջ խոսել։ Հարգեղած դեպքում ոչ։ Կարող եք ինքներդ ձեզ քննադատել այլոց ներկայությամբ։ Կանուն է իմ համար։ Որևէ անհարմարավետություն դա Եթե անձնականին չի վերաբերում, խնդիր չեմ տեսնում։ Շատ բարի։ Որևէ միջոցառման գնալիս նախապես ճշտում եք ներկաների ցուցակը։ Դժվար։ Երբեմն լինում է, բայց դա կանոն չի։ Ինչն է հատկապես կարևոր ձեզ համար։ Ինձ համար կարևոր է քաղաքական իրատեսության շրջանակներում իմ մտքերը հասցնել նրանց, ում հասցեագրված է, տարբեր շերտերով։ Շատ բարի։ Լարվում եք անծանոթ միջավայրում։ Նայած, ինչ քաղաքագիտության եւ քաղաքականության մեջ ոչ։ Մնացածը անձնական շփումներում։ Անձնական շփումներում, այսպես ասած, բարեկրթության եւ բարետեսության հարցեր կա, որոնք կանոնավորվում են, չէ՞։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Կարող եք երկար ժամանակ գտնվել հարմարավետության գոտուց դուրս։ Երբեմն այո, երբեմն ոչ, իրադրության թելատրանքն է ինձ կառավարում։ Երբ դուք հարմարավետության գոտուց դուրս եք, ինչ զգացողություն եք ունենում։ Գիտեք ինչ կա, ես դրանք դժվարանում եմ բաժանել իրար, որտեղ ես աշխատելու ունակություն ունեմ մշտական ռեժիմով եւ կարգավորում եմ ընթացքի մեջ։ Շատ բարի։ Վստահում եք կանանց։ Նայած կանանց, նայած հարցեր, իհարկե։ Երբեմն նայել։ Քաղաքական հարցեր։ Ես ասեմ, որ ես մեր կանանց սիրում եմ, լավ իմաստով։ Եմ ժողովրդին շատ եմ արգում։ Հետևաբար իմ միջավայրում նրանք, ովքեր կարող են վստահություն չառաջացնել, շատ քիչ են հանդիպում։ Բայց ես քաղաքագետ եմ, դրանք շատ արագ են գալու են։ Ընկճվում եք անհաջողությունների դեպքում։ Հաղթարելու սովորություն ունեմ։ Այնուամենայնիվ ընկճվում։ Իհարկե, մարդկային է։ Դրական եք վերաբերվում սերնդափոխությանը քաղաքականության մեջ։ Այո, եւ ես ողջունել եմ հեղափոխությունը նաեւ այդ ասպեկտով։ Դախիստան հրաժեշտ է։ Անհանգստանում եք ձեր հեղինակության համար։ Ոչ, ես երբեք իմ հեղինակության համար կամ նրա վրա չեմ աշխատել ու չեմ աշխատել։ Հարցը այլ է, անհանգստանում եք։ Գիտեք, եթե հայանքի ոլորտը չի, որ Հայաստանում հակամշակույթի է վերածվել, ուրեմն ոչ։ Ընդունակ եք հեղինակազրկել որևէ մեկին։ Ես այդ նման նպատակով երբեք չեմ աշխատում, կամ էլ ստեղծելու նպատակով։ Դրանք ինձ մոտ բացառված են։ Ես հետևում եմ քաղաքական գործընթացին, բաց կարող եմ ասել, կառավարում եմ գործընթացը։ Շրջանցում եք սուրանկյունները։ Երբեմն, բայց դա վերաբերում է միջազգային հարաբերությունների ոլորտին, որը կարող է երկրի վնասել, բայց մեկ է, իմ միտքը փոխանցում եմ։ Ներքին քաղաքականության ոլորտում։ Ներքին քաղաքականության ոլորտում ավելի դաժան եմ, որովհետև Հայաստանը պետք է իր վատ անցյալից հրաժարվի եւ դա պետք է հաղթարվի, այլապես մենք ապագա չենք ունենա։ Նախընտրում եք հաղորդակցվել կլոր սեղանի շուրջ։ Առաջ շատ, հիմա քիչ։ Գրեթե ոչ, որովհետև եթե մենք մեր երկիրը նկատի ունենք, դրանք վերածվում են ինչ-որ միջոցառումների, մասնավորապես նաև ոչ մասնագիտական ներկայացության իմաստով։ Ինձ դրանք այլևս հետաքրքիր չեն, ինչու՞։ Որտեղ ես ուզում եմ հաղորդակցվել մեր ժողովրդի հետ, փոխանցել իմ մտքերը, մեմեր կամ ուղղորդող գաղափարներ արձակել եւ դրանք ստուգել։ Դրա մեջ է իմ հաջողությունը եւ ժողովրդի վերաբերմունքը ինձ, նաեւ իշխանության։ Ձեր մանկությունը անհոգ էր։ Լավ մանկություն եմ ունեցել։ Գերազանցիկ եմ սովորել, բոլորի կողմից սիրված եմ եղել։ Մնացածը դե մարդ ենք էլ։ Ինչ գույնով կերանգավորեիք ձեր մանկությունը։ Նռան գույնով։ Նռան գույնով։ Որը հայկականն է։ Խոցելի եք։ Իհարկե։ Սրբարտություն, կաշառատվություն, դուք ինքներդ գիտեք, եւ ոչ պրոֆեսիոնալ, անհարկի տեղավորվել վնաստալու միջավայրին եւ գործին, դրանք ինձ շատ վնասում են, էլի, այսպես ասեմ, եւ դրանից ես շատ վատ եմ զգում։
Գիտեք, հрьяաները մի սովորույթ ունեն, էլի։ Ասում են յուրաքանչյուր արժանավոր իր տեղում։ Մեզ մոտ կա մի սովորույթ, որը գրեթե հասնում է 100%-ի, արժանավորին թույլ չտալ իր տեղում լինել։ Սա մեր բացասական գծերից մեկն է, որը պետք է հաղթարենք։ Դուք ինքներդ դա տեսնում եք։ Ես ձեզ լսեցի, կարող եք փոխել ձեր համոզմունքը։ Չէ։ Ես Ոչ մի իրավիճակում։ նայեցեք, եթե սկզբունքային հարցերին է, բացառված է, իսկ մնացած, այսպես քաղաքագիտության մեջ ասած, տակտիկական խնդիրներում կամ արտավարական, ես շատ ճկուն եմ։ Ստրատեգիայի մեջ շատ դաժան։ Եվ առաջագործության Հայաստանը ինձ համար իդեալ է։ Եվ իմ միջավայրում։ Շնորհակալ եմ։ Իրավիճակի մարդ եք։ Դժվար։ Չէ, բոլորը գիտեն, որ դա այդպես չի։ Ոչ մի իրավիճակում չեք փոխ։ Չէ, դե հիմա եթե ասենք լավ կանած միջավայրում եմ լինում, մանավանդ ջահել ժամանակ, փոխվում եմ, այս հումորի իմաստով։ Ավելի շուտ էսպես ասեմ, ես կրթության փիլիսոփա եմ, դիալեկտիկան, ես հեգելական եմ։ Ես Հեգելի դիալեկտիկան լավագույնս օգտագործելու վարպետություն ունեմ։ Հետևաբար դրանք ծայրահեղացված հարցերը հարթում են։ Հավատում եք արդարության հաղթանակին։ Պայքարում եմ դրա համար։ Ասեմ հետևյալը, շատ լավ հարց է։ Եթե հայ ժողովուրդը եւ Հայաստանի այսպես կոչված էլիտան, այսպես կոչված, որտեղ դրան այդպես էլ մենք չտեսանք, էլի, չգնա արդարության իդեալի հետևից, որի ապացույցը հայ մշակույթն է։ Հայ մշակույթ արդարության իդեալի շուտ է ստեղծված։ Մանավանդ բանաստեղծական արվեստը, մենք ոչ մի հաջողություն չենք ունենել։ Ես ինքս ընտանիքում, միջավայրում եւ մեծ հաշվով խիստ արդար եմ։ Կարող է լինել դեպքեր, որ այդպես չլինի, բայց ես դա չեմ նկատել, եթե եղել է։ Որն է ձեզ էլիտան։ Ովքեր ուրեմն ինտելեկտուալ կարողության հետ միասին, դա խիստ անհրաժեշտ է, ունեն բարոյական հստակ չափորոշիչներ, որոնք անհաղթարելի են այլ պարագաներում։ Մեր պարագայով դա այն ավականին է, որ հազարավոր տարիներ Հայաստանը առաջնորդել է դեպի ներկա եւ ապագա։ Շնորհակալություն։ Պարտվելը ամոթ է։ Նայած ինչ պարտվել, արժանապատիվ պարտություն կա, երբ ուժերը բավարար չեն հարցը լուծելու համար։ Տվյալ պատերազմում մեր պարտությունը ընդհանուր առումով արժանապատիվ պարտություն է, որովհետև մենք կռվել ենք երկու խոշորագույն տերությունների ինտրիգաների դեմ, հա, Ադրբեջանի ուրեմն գործատիր, այսպես ասած, հատվածով, որը ուղղված է եղել նաև մեր ընտրության դեմ, դեմոկրատական ընտրության, բայց դա հին ռուս-թուրքական հակամարության հետ կապ ունի, ուրեմն այստեղ մենք բարձրապես ցավալիորեն շատ ենք կորցրել, շատ ենք տվել, բայց դա հայ գեներալների մեղքն է։ Կիսագրակետ, հացթուղ եւ կոշկակար, նաեւ զորամասերում խոզբահող գնդապետների։ Հռետոր եք։ Ես ուշադիր չեմ, ոչ իմ անձի նկատմամբ, ոչ էլ հռետորական արվեստի, բայց ասեմ ձեզ, ես սովորություն ունեմ կենտրոնացնել հայացքները միտեղ եւ կառավարել լսարանը։ Ես դա կարողանում եմ։ Ես Պոլիտեխնիկական ինստիտուտում ժամանակին աշխատել եմ։ Նույնիսկ 100-ի հասնող ուսանողական լսարան էլեկտրականացրել եմ։ Եթե հիմա ուզենամ, էլի կանեմ։ Հրաշալի է։ Նպատակը արդարացնում է միջոցները։ Գիտեք, դա Մաքիավելու սկզբունքն է, պետք է շատ ու շատ իր մտածել եւ այլն, եթե ոչ, ուրեմն պետք է համացան տեղամիջոցներ գտնել։ Շատ բարի։ Հնարավորությունը տրվում է մեկ անգամ։ Չէ, շատ է տրվում։ Մենք բազմաթիվ անգամներ պետություն լավագույն ստեղծելու առիթ ենք ունեցել 20-րդ դարում 18-20 թվականներին եւ հիմա Արցախյան շարժումից կամ հետսովետական շրջանում եւ դրա մենք ազգովին գնացել ենք։ Ես մեր ժողովրդի իմ ընկերների, որոնք կան ծեր միջավայրում նաեւ, նրանց մտքի հոգու եւ այսպես մարմնի թռիչքը տեսել եմ, բայց հայ ժողովուրդը ունի ամբուժելի մի տականք, որը օտարածին է եւ օտարամոլ է եւ որը կործանում երկու անգամ էլ տորպետահարել է պետականության կայացումը։ Հայ բոլշևիզմը իմ համար արգահատելի,
ապազգային եւ օտարահպատակ գործիք է հաջորդի դեմ։ Նույնը կա հիմա եւ դա ակնարկեցի այդ մասը։ Շնորհակալ եմ պատասխանի համար։ Պատրանքներ ունեք։ Գիտեք, երբեմն պատրանքներ մարդուն այսպես, թույլ են տալիս լավ ապրել, գեղարվեստի մեջ, մշակույթի մեջ, երաժշտության մեջ, բայց քաղաքական իրականության մեջ ինձ տարածված է, որ ես լավատես եմ։ Ես լավատես չեմ, ոչ էլ վատատես եմ։ Ես հետևականորեն հետևում եմ քաղաքական իրատեսության չափորոշիչներին, որ այդ գիտության լավագույն ուղղություններից մեկն են։ Քաղաքականության մեջ քաղաքական իրատես եմ։ Պատասխանը ոչ։ Ինչպես։ Պատասխանը ոչ։ Պատրանքներ ունեք, ես հարցրեցի։ Դուք ասացիք։ Չէ։ Ոչ։ Եթե ունեմ էլ, ես աշխատում եմ որոնել, գտնել եւ հաղթարել։ Դե մարդ ենք ես, ինչպես ցանկացած անցկալգան չի, բայց ես շատ արագ կողմնորոշվելու կարողություն ունեմ եւ հաղթարելու։ Ինձ պարտադրել կարողանում եմ։ Շատ բարի։ Մեղավորներ փնտրում եք։ Չէ, ինձ համար դրանք հետաքրքիր չեն։ Ես ասեցի քաղաքականության մեջ քաղաքական գործընթացը ես կառավարում եմ, ներսում կամ դրսում։ Արդարանում է նա, ով մեղավոր է։ Երևի թե, բայց արդարանալու բաներ կա, նայած իրադրություն, կենցաղ եւ այլն։ Ես կենցաղում խնդիրներ չառաջացնող մարդ եմ ընկերության մեջ, երբեք չեմ առաջացնում։ Դրա համար կարող եմ այդպիսի քայլերի գնալ, գիտակցաբար, որտեղ դրանք ինձ շատ հետաքրքիր չեն։ Կարող եմ հասկանալ, որ դուք այնուամենայնիվ արդարանալու փորձ ունեցել եք, արդարացել եք։ Ինչպես մայրիկս երբ պատժել է, ես արդարացել եմ, չէ, արածս սխալի համար։ Հասկանալի է։ Նաև կյանքում է լինում։ Շատ բարի։ Կարևոր որոշումները միանձնյա եք ընդունում։ Միանձնյա ընդունում եմ, բայց երկար քննարկում եմ։ Ես երբեք չի լինում կուսակցության մեջ, ասենք հիմա, եւ ամբիոնում նաև, երբեք որոշումը չեմ ընդունել առանց քննարկման։ Դիմացինը կամ իմաց հասկացել է կամ չէ, դա տեխնոլոգիայի հարց է, դրա համար որոշումներն ուշ եմ կայացնում։ Շնորհակալ եմ։ Հակված եք պնդելու ձեր կարծիքը։ Ես ապացուցում եմ։ Ես տրամաբանության մասնագիտացում ունեմ, իսկական կրթություն տրամաբանությունն է։ Գիշերը երկար է։ Նայած տարիք, նայած ժամանակ։ Ձեզ համար հիմա Միշտ էլ հետաքրքիր է եղել։ Գիտեք ինչից է։ Մարդ միշտ պետք է հետաքրքիր զբաղմունք գտնի։ Գիշեր թե կամ ցերեկ։ Համամիտ եմ ձեզ հետ։ Ինքնագիտակցությունը ավելի կարևոր է, քան հավաքական գիտակցությունը։ Այո, ինքնագիտակցությունը մեր ժողովրդի համար բացառիկ արժեք ունի։ Ես լինելով փիլիսոփա բնականաբար մարքսիզմի ճանապարհն անցել եմ, ինչպես նաև շատ միլիոնները։ Բայց ես գիտակցաբար ընտրություն եմ կատարել, ուրեմն հետսովետական շրջանում, անդարձ նվիրվել եմ այն գործին, ինչը որ մերն է։ Եվ հետո, երբ ես մեր ուրեմն այսպես ասեմ, քրիստոնյա ժողովրդավարական հայեցակարգի մեջ ինչքան խորացա, այնքան համոզվեցի մեր հանճարների ուրեմն այն թարգմանական բնդումի մեջ Աստվածաշնչից, որ սկզբից բանն էր բանը։ Եվ դա իմ համար ուղենիշ է։ Հիմա։ Շնորհակալ եմ։ Ձեզ համարում եք առաջնորդ։ Ես նման բաների մասին չեմ մտածում, երբեք, անգերց։ Չեք էլ զգում։ Զգում եմ։ Ես process-ը կառավարում եմ, չէ, չունեմ հավակնություն։ Ոչ թե դա անիմաստ բան է։ Գիտեք ինչու։ Քաղաքագիտություն ունի պոստուլատներ, երբ որևէ մեկին լսում են, առաջնորդվում են եւ ուրեմն նա կարողանում է տարիների ընթացքում ինչ որ ճանապարհ ցույց տալ, հետեւաբար ինք առաջնորդ է, բայց դրա մասին ես չեմ մտածում։ Փառասիրությունն ինձնից ինքան է հեռու, ինչքան ոնց ասեմ, Մարսը, լուսինից եւ այլն։ Բայց ասեմ ձեզ մի բան։ Նման ճանապարհով փառքինք գալիս է։ Մեր ժողովուրդը շատ անգերց է։ Իր խորքի մեջ շատ եւ շատ նվիրված է։ Մնացածի կարիքը չկա։ Շնորհակալ եմ, պարոն Շիրինյան, անկեղծ պատասխանների համար։ Ոչինչ չեմ կեղծել։ Ես ձեզ կլքեմ, խնդրում եմ ինձ 3 րոպե հրատար սպասել, կձևավորեմ կարծիքը, շնորհակալ եմ, եւ կվերադառնամ։ Բարի։
Սովորություն չունի, բայց հրաշալի է։ Լավ, այսինքն։ Նոր է, պրոգրեսիվ է, առաջադեմ է եւ ստանդարտից դուրս է։ Տաղանդները միշտ այդ ճանապարհով են գնում, ստանդարտից դուրս։ Ես աշխատում եմ հեղափոխությունը շարունակի եւ խորքի չնի, մեր երկիր ազատագրվի, դառնա իրական, ժողովրդավարական եւ ազատ ու անկախ եւ միացյալ Հայաստան։ Պարոն Շիրունյան, կներեք ձեզ երկար սպասեցնելու համար, քանի որ ինձ համար բավական դժվար էր կատարել եզրակացություն, որը կլիներ օբյեկտիվության եւ իրատեսության սահմաններում։ Իհարկե, հիմնականը արվել է ձեր հարցերի պատասխանների հիման վրա, բայց նաեւ հաշվի են առնվել ձեր մեկնաբանությունները։ Եվ այսպես, ձեզ համար կատարյալ կյանքը պլանավորված եւ կանխատեսելի կյանքն է։ Իսկ անակնկալներն ու իրադարձությունների սովորական ընթացքի փոփոխությունը կարող է տագնապ առաջացնել։ Ունեք մանրուքների, լրացուցիչ ստուգող տեղեկության հայթայթման հակում։ Ամեն բան վերահսկելու մղումը դարձնում է ձեզ փոքր-ինչ դանդաղկոտ, եւ երբ գալիս է որոշում կայացնելու պահը, որը առավելապես կապված է ռիսկի հետ, կարող եք բազմիցս հետաձգել այն։ Հաղորդակցվող եք, հուզական առումով կայուն, զարգացած է ձեր երկարատև հիշողությունը, ընկալումները առավելապես սուբյեկտիվ են, ընտրողական եք, սառնասիրտ, նախընտրում եք կառավարման վարչահրամայական ոճը։ Դուք սովորեցնող եք, ուսուցիչ հոգով եւ էությամբ։ Քաղաքական թաթերաբեմում դրսևորվող խաղերն ու իրացվող մեթոդները ձերը չեն։ Ձեր բարևարկությունը անհամատեղելի է քաղաքականության պլաստիկայի հետ։ Դուք ոչ թե քաղաքական խաղացող եք, այլ վերլուծաբան, խորհրդատու, որի ներկայությունը արժեքավոր է մեր պետության քաղաքագիտական մտքի զարգացման համար։ Եվ ինչ։ Դուք ասեք եւ ինչ։ Կարող եմ ասել, որ այն չի ինչ որ դուք ասում եք, դուք ստանդարտով եք մտածում, ես ոչ ստանդարտով։ Ես Հայաստան բերում եմ քաղաքական նոր մշակույթ։ Դուք հին մշակույթի շրջանակներում եք, տանցյալի Հայաստանն է։